Եվ շարունակելով բացվող փակվող դռների թեման, այս դեպքում խոսքը արդեն վերելակների մասն է։ Չկա ամիս, որ հաղորդագրություն չստացվի վերելակից վայր ընկած, վերելակում ժամերով արգելափակված կամ վնասված ստացած երևանցիների մասին խնդիրներն է, որ Մայրաքաղաքում գործող 4000-ից ավելի վերելակների պիտանելիության ժամկետը լրացել է, նրանց կեսը նույնիսկ գրանցված չեն անվտանգության ազգային կենտրոնում։ Այս առիթով կառավարության բազմաթիվ որոշումներից, դրանք նորոգելու տարբեր փորձերից հետո շաբաթվա ընթացքում հայտնի դարձած նորությունը կարծես կարող է վերջապես լուծել գործիան համարվող այս հանգույցը Հայաստանում ճապոնական տեխնոլոգիաներով վերելակներ կարտադրեն, որ ընկերությունն է եւ երբ գործարանը կաշխատի, պարզել է Սուսան Բադալյանը, հայտնի է արդեն, որ գործարանը կկառուցվի Սպիտակում, վայրը պատահական չի ընտրված, հենց այս քաղաքում է ժամանակին գործել ԽՍՀՄ ամենահայտնի վերելակների արտադրության գործարանը, իդեպ մոդելն այնպիսին է, որ հնարավոր կլինի հին խորհրդայինները փոխարինել նոր հայ-ճապոնականով։ Գեղեցիկ շղթաներով զարդարված սենյակում թանկարժեք նվերներն արդեն կիրառվում են։ Էդգարը 8-րդ տարեդարձը տոնում է գիպսե կաղապարների մեջ հիվանդանոցում։ Այնինչ տեղի ունեցավ օրեր առաջ, ծնողները սարսափով են վերհիշում։ Բնակվում են 10-րդ հարկում, փոքրիկը վերելակը կանչել է, չի եկել։ Ոտքով իջել ու 6-րդից խցիկ է մտել։ Հայտնի չէ թե ինչ է խափանվել, բայց փոքրիկը դռները կիսաբաց է արել, վերելակը վերև է թռել, տղան գահավիժել ներքև հորանը։ Այսքան եմ վախեցել, կամ այսքան չեմ հիշում։ Փրկությունը հրաշքի պես էր Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում Էդգարը 3 անգամ վիրահատվել է, հուսով են էլ կարիք չի լինի։ Լրջագույն բարձրությունից վայր ընկնելու արդյունքում ստացված տրավմաները եւ նրանց բուժվելու արդյունքը բնականաբար ամբողջ հիվանդանոցի անձնակազմի շատ լարված աշխատանքի արդյունքում եւ նաեւ անպայման պետք է շեշտել Աստծո կամքով այս երեխայի վիճակը շատ բավարար կարելի է համեմատել։ Դեպքը բացառիկ բարեբախտությամբ է ավարտվել, բայց այն մասնագետներին առիթ տվեց մեկ անգամ էլ անդրադառնալ Երևանյան շենքերում վերուվարանող այս ժամկետանց փոխադրամիջոցներին։ Ամեն մի զո իմ համար ավելի մեծ ցավ է պատճառում, քան մի քանի կոպեկ է։ Հենց Պետրոսյանի ղեկավարած կենտրոնն է տարին մեկ անգամ փորձաքննություն անցկացնում եւ տալիս եզրակացություն տվյալ վերելակի վիճակի մասին։ Եթե այս հարցին մոտենան բոլոր չափորոշիչները հաշվի առնելով, ներառյալ վերելակի լուսավորությունն ու դռների վիճակը, ապա դրանց 30%-ը պետք է հենց այս պահից դադարեցնի վերուվարը։ Բայց ես մտածում եմ ձեր տատիի մասին։ Կենտրոնի փորձագետները դրական եզրակացություն են տալիս բոլոր այն դեպքերում, երբ տվյալ շենքի վերելակը մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում։ Իհարկե սարսափելի անակնկալներ լինում են, ամենամեղմը խցիկում փակվել մնալն է։ Տատիկը թորնիկի հետ ամենաերկար ժամանակը հենց վերելակում անցկացրեց։ Աշկես վախեց, ես քիչ չեմ նստել։ ԽՍՀՄ գոստով այս վերելակների շահագործման ժամկետը 25 տարի է։ Մեր վերելակները բացի նրանից, որ ժամկետանց են, նաև ցրտի տարիներին հումք են դարձել գունավոր մետաղների սիրահարների համար։ Այսօր դժվար է փոխադրամիջոց անվանել հարկերի միջև աղմուկ աղաղակով, բայց մի կերպ սողացող խնամաշ այս սարքերը։ Վատ է նաև փորձաքննության վիճակագրությունը Երևանի 4833 վերելակների կեսը ընդհանրապես չի ստուգվել։ Դրանց սպասարկմամբ զբաղվող համատիրությունները պարզապես այն չեն գրանցել։ Վտանգավոր օբյեկտների ռեեստրում անվտանգության ազգային կենտրոնի հետ պայմանագիր չունեն, այնինչ մեկ վերելակի փորձաքննությունն ընդամենը 2500 դրամ է։ Անդադ հսկող, ինչ հսկող։ Կենտրոնի տնօրենը չի կարծում, որ բնակիչներից բացի այլ հսկողություն է անհրաժեշտ։ Մի քիչ ջոլատանում, օրվա մեջ աշխատում, չի աշխատում։ Լավ չի։ Անընդհատ գումար են տալիս, գալիս են էլի նույնը։ Բնակիչներն ամեն ամիս վճարում են, պետք է շենքի խնդիրներով զբաղվող մարդկանցից, համատիրությունից պահանջեն կյանքի համար վտանգավոր վերելակները գոնե չշահագործվեն։ Մերուժան Սարգսյանը հասարակական հիմունքներով է զբաղվում իր մուտքի վերելակով, այլ ելք չունի, վերելակն է, որ նրան կապում է դրսի աշխարհի հետ, բոլոր պտուտակները թարմացրել, անցել է էսթետիկային։ Ես այսօր դաժե լինոյնումներ եմ բերել, որ այս պոլերը հատտեսեք ստեղ ինչ է կատարվում։ Այսպիսի հետևողական բնակիչներ սակայն բոլոր շենքերում չէ, որ պատահում են։ 25 տարվա համար նախատեսված մեքենայի շահագործումը կրկնակի անգամ երկարաձգելը ենթադրում է ավելի մեծ զգոնություն։ Այս դեպքում սակայն հակառակն է, խորհրդային տարիների Երևանում դեռ թարմ վերելակներով զբաղվում էր 120 դիսպետչերական կետ, հիմա Երևանում դրանք մի քանիսն են։ Քաղաքապետարանում գիտեն, ելքը ժամանակակից տեխնոլոգիաները վերելակներին մոտեցնելն է եւ շենքերի կառավարման մոդելի փոփոխությունը։ Կա կարիք ամբողջությամբ վերելակների մոդեռնիզացման, որից հետո կառավարման որակի փոփոխություն պետք է լինի, որովհետև այսօրվա վերելակները շատ կառավարման համակարգեր
պարզապես չեն կարող աշխատացնել։ Հնգամյա ծրագիր է մշակվել, քննարկվել կառավարությունում շենքի խնդիրներով, այդ թվում վերելակներով պետք է զբաղվեն մասնագիտացված լիցենզավորված կազմակերպությունները։ Այս դեպքում էլ իհարկե ուժի մեջ է մնում խորհրդային սարքերի փոփոխության հարցը։ Իսկ Հայաստանը մինչև երկրաշարժը վերելակաշինական գործարան ուներ Սպիտակում։ Արտադրանքն այստեղ սպառելուց բացի նաև 22 երկիր էր արտահանում եւ այս իմաստով Խորհրդային Միությունում բացառիկ էր։ Հայաստանում դարձյալ վերելակ կարտադրվի, ոչ թե հուսադրում, այլ վստահեցնում է ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահը։ Մի քանի օր առաջ ես վերադարձել եմ Կոյո ընկերության հետ վերջնական փուլի բանակցություններից, սեփականատերերի հետ, կայացվել է համապատասխան որոշում։ Գործընկերը ճապոնական կապիտալով Շանհայում արտադրություն ծավալած Կոյո ընկերությունն է։ Շրջանավարտների միավորում Կոյո համագործակցությունը նոր չէ։ Համալսարանական շենքում արդեն 14 այս մակնիշի վերելակներ են գործում։ Մոնտաժման նաև հայ մասնագետների հետ ուսուցման ծրագրերը Կոյոից են իրականացրել։ Այս վերելակներն անվտանգության եռաստիճան համակարգ ունեն մեխանիկական ու էլեկտրոնային տարբերակով։ 3.5 անգամ ավել նույնիսկ բեռի դեպքում ճոպանների ամուր պահում ունի ամենակարևոր հատկանիշներից մեկը ազդանշանային համակարգ։ Վթարային լուսավորությունը, օդափոխման համակարգը, նույնիսկ հեռախոսը այսօրվա վերելակների համար պարտադիր են։ Նույն բարձրակարգ վերելակներն արդեն Հայաստանում կարտադրվեն եկող տարվա մարտից։ Արսեն Քարամյանը նոր կառուցվող համաբուհական շենքի ներսում արդեն հայկական վերելակներ է պատկերացնում։ Ներդրումների ծավալը հասնելու է մինչև $5 միլիոն, կապիտալի 60% պատկանելու է Կոյո ընկերությանը, 40% պատկանելու է ԵՊՀ շրջանավարտների միավորման Նյութեքն ընկերությանը։ Ընկերությունը Ռուսաստանի շուկայում մեծ մասնակցություն ունի եւ Հայաստան է գալիս ոչ միայն մեր ներքին շուկան, այլև տարածաշրջանի մյուս երկրների պահանջարկը փակելու համար։ Վերելակների ու շարժածանդուղքների կազմակերպված արտադրություն պարզվում է Իրանում, Վրաստանում, Թուրքիայում էլ չկա։ Փոխնախարար Քարամյանը հաճույքով ընդգծում է կարևորը՝ վերելակի հայկական արտադրությունը կսկսեն դարձյալ Սպիտակում 130 աշխատատեղի հնարավորությամբ։ Կան լավ մասնագետներ գործարանում, որոնք հիմա չկան, խոպան են գնացել, տարբեր աշխատանքներ անեն, շատ սիրով կգան եւ կմտնեն աշխատեն իրենց բնորանում, իրենց հայրենիքում, իրենց ընտանիքում։ Ուրախ ենք դրա համար, ամուսինս է կվերադառնա։ Տիկին Ջեմայի ամուսինն էլ վերելակաշինականի մասնագետներից էր։ Նոր արտադրությունը խոստանում է բարձրահարկերի բնակիչներին վերադարձնել վերելքի ու վայրեջքի հաճելի հիշողությունները, նաև տիկին Ջեմայի ամուսնուն։ Ամենակարևորը վերելակից անփորձանք դուրս պրծնելը շահումով ակցիա չթվա։ Սուսան Բադալյան, Հակոբ Թումանյան, Հակոբ Սարգսյան եւ Հրաչյա Պապինյան, Հայլուր։